Բարձր սարքերի գործընկերներ սկսում են քննի գլխավոր մարզիչ Երգիշե Մելիքյանի մամուլի ասնույցը ու այլ խաղացողական քավիչի խոսքը։ Առաջի հերթին շատ կուզենամ ի սրտե շնորհավորեմ Նոային, որովհետև մեծ ներդրումներ են արել, մեծ աշխատանք են տարել, արժանի չեմպիոն դարձան եւ այդ ամեն ինչը ես մի անգամ ասել եմ, կարող է մի քանի անգամ հովանավորները, որոնք ներդրում են անում մեր հայկական ֆուտբոլ, որից մեկը Նոայի նախագահն է, պետք է արդյունքներ տենան, պետք է չհիասթափվեն, լինեն ֆուտբոլում, որ մեր ֆուտբոլը զարգանա ու ես ուրախ եմ իրանց համար, որ նախագահն տեսավ իր քրտինքի, իր աշխատանքի արդյունքը, հալալա թող այլեն, արժանի են, մենք եղել ենք մի անգամ չէ չեմպիոն, մենք դա գիտենք ինչ է, ամեն տարի չեն կարա լինենք, այս տարի էլ սենց կստացվի, մենք կանենք մեր հետևությունները ու կգանք ավելի ուժեղ, տա Աստված մենք ունենանք Եվրոպան և կունենանք ժամանակ, առջևում խաղեր ունենք, կունենանք ժամանակ լավ աշխատանք տանել և վերադառնալ այն Փյունիկը, որը մենք գիտենք, այսօր ունենք և այսօր և այս գարնանը պրոբլեմներ, մենք պրոբլեմներով սկսեցինք, պրոբլեմներով աշխատեցինք, բայց էլի մերսի տղաներին, որ ճիշտ է այդքան նոկդաուն, այդքան անհաջողություն, բայց էլի պայքարում են, ոգին պահում են, նվիրվածությունը կա, թիմեր կան, ես տեսել եմ, որ 1-2 պարտությունից արդեն կարողանում են, չեն կարողանում դիմանալ, մենք դիմացկուն թիմ ենք, փորձառու թիմ ենք, գիտենք վատ օրերին ոնց աշխատել, լավ օրերին ոնց աշխատել, այս գարուն, այո, մեր համար սև չորնի պալասաչ գիտեմ ավելի սենց, սև գիծ ստացվեց, բայց շնորհակալ եմ Աստծուց, որ ինքը տվել է մեզ մի քանի տարիներ հաջողություն, այս սեզոն մեզ տվեց փորձություն, ես այդպես եմ հասկանում, ընդունում ենք, աշխատենք, չհիասթափվենք ու մենք հավատում ենք Աստծուն, որ դա փորձություն է և մենք պետք է հաղթահարենք ու միասին ավելի ուժեղ լինենք, շնորհակալ եմ իմ կոլեկտիվին, որ լինում են այս դժվար պահերին միասնական ու կարողանում են հարգանքով և առանց էմոցիաների ու նվիրված աշխատեն, առջևում 2 խաղ ունենք, մենք պետք է մեր հարցերը լուծենք և շարժվենք առաջ, մեկ անգամ ևս, շնորհավորում եմ Նոային, ի սրտե ցանկանում եմ իրենց Եվրոպայում հաջողություններ, որովհետև դա մեր բոլորիս պատիվն է, այսքանը։